Ինչ կանի Ադրբեջանը, եթե մկրատը վերցնենք ու քարտեզը կտրենք, Փաշինյանը անկլավ-էքսկլավների թեմայով, Բաքուն էլ պնդում է սահմանազատման վերաբերյալ համաձայնություններ կան։ Ինչ են պայմանավորվել Ռուսաստանի վարչապետ Միշուստինի հետ, Փաշինյանը փակագծեր չի բացում, բայց հանդիպումը բարեկամական է որակում։ Արարատ ցեմենտի աշխատողները կոտրել են կապարակնինքները եւ ներս մտել գործարան, Փաշինյանն էլ ասել է, որ Ծառուկյանին պատկանող գործարանը կպետականացվի։ Նոր կանոններ սահմանամերձ համայնքներում կառավարության բնակարանաշինության ծրագրում, սև ցուցակում հայտնվածները եւս կարող են օգտվել ծրագրից։ Բուժօգնությունը տարեսկզբին անվճար, տարվա կեսին համավճարով, արդյոք փոփոխություններ են եղել առողջապահության ապահովագրության համընդհանուր համակարգում։ Բուհական կրթությունը հասանելի դարձնել իսկապես սովորել ցանկացողների համար անկախ ֆինանսական հնարավորությունից, ինչ ռիսկեր են տեսնում նախարարության ծրագրերում կրթության փորձագետները։ Սյունիքում գալի հարձակումից տուժած 72-ամյա տղամարդը դեմքի շրջանում ծանր վնասվածքներ է ստացել, ինչ վիճակում են մյուս տուժածները։ Ողբերգական դեպքի Ջևանում 80-ամյա տղամարդը ընկել է աղստև գետը, փրկարարները գտել են ջրահեղձի մարմինը։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանա Մեժլումյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Նոր սահմանադրության նախագիծը կհրապարակվի մինչև տարեվերջ, վարչապետ Փաշինյանն է այսօր հայտարարել։ Մինչև այդ փակվից կրկին հիշեցրել են պայմանը խաղաղության համաձայնագիրը կստորագրվի միայն Հայաստանի սահմանադրության փոփոխությունից հետո։ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը նաև մանրամասներ է հայտնել հայ-ադրբեջանական սահմանազատման վերաբերյալ ըստ նրա որոշակի պայմանավորվածություններ կան, լուծում կստանան նաև անկլավային գյուղերի հարցերը։ Անկլավ-էքսկլավների թեմային անդրադարձել է նաև Փաշինյանը, մանրամասնել, թե ինչ կանի Բաքուն, եթե մկրատը վերցնենք եւ քարտեզը կտրենք։ Ադրբեջանական կողմն ավարտել է խաղաղության համաձայնագրի վերջնական մշակման աշխատանքների իր մասը։ Այդ երկրի արտաքին գերատեսչության ղեկավարը Բայրամովը հայտնել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն նախաստորագրվել է եւ բաց է հանրության համար։ Ադրբեջանի իշխանությունները սակայն շարունակում են նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի հետ։ Բայրամովի ձևակերպմամբ, իբրև թե Հայաստանի սահմանադրության մեջ Բաքվի նկատմամբ տարածքային պահանջներ կան։ Դրանք ըստ ադրբեջանցի պաշտոնյայի պետք է հեռացվեն։ Դրանից հետո միայն ըստ Բայրամովի Բաքուն կստորագրի խաղաղության համաձայնագիրը։ Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները կհեռացվեն Հայաստանի սահմանադրությունից։ Սահմանադրության փոփոխության օրակարգը ներառված է Հայաստանի Հանրապետության կառավարող մեծամասնության նախընտրական ծրագրում եւ դա փաստ է։ Առաջարկները քննարկվել են մինչեւ տարվա վերջ կհրապարակի։ Բայրամովը հայտնել է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման եւ սահմանագծման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Ըստ նրա, համապատասխան հանձնաժողովները աշխատանքները շարունակում են կանոնավոր կերպով։ Սահմանազատման գործընթացը կշարունակվի հյուսիսից հարավ, գործընթացը կիրականացվի, էքսկլավային գյուղերի հարցերին լուծումներ կգտնվեն։ Ես չեմ կարող հայտարարել, որ մենք անկլավների, էքսկլավների թեմայից հրաժարվում ենք կամ կարող ենք հրաժարվել։ Ոչ, մենք պետքա գնանք եւ այդ հարցին լուծում տանք, ինչպիսին կլինեն լուծումները, այդ արդեն քննարկման հարց է։ Տարբերակներից մեկը օրինակ այդ համարժեք տարածքները սահմանի երկայնքով համարժեք տարածությամբ, այսպես ասած, փռում ենք կամ կոնկրետ տեղանքներով իրականացնում ենք փոփոխություններ։ Ըստ Փաշինյանի, Ադրբեջանի դրամի եւ անձնագրի քարտեզներում Արցվաշենը որպես անկլավ արձանագրված է։ Սա շատ կարևոր նրբություն է եւ կարծում եմ մենք էլ պետք է հայլային նույն մոտեցումը ցուցաբերենք։ Փաշինյանի ձևակերպմամբ պետք է առաջնորդվել ոչ թե այն տրամաբանությամբ, որ տարածքը մնային երկրի վերահսկողության տակ, որտեղ հայտնվել է, այլ պետք է առաջնորդվել խաղաղության համաձայնագրով, համաձայն Խորհրդային Միության վերջին քարտեզների։ Մենք էլ ունենք նման իրավիճակ, երբ որ դեպի մեր բնակավայրեր գնացող ճանապարհը անցնում է Խորհրդային Միության անկլավային տարածքի միջով, իրանք էլ ունեն նման իրավիճակ, որ եթե
որ իրանց գյուղեր տանող ընդ որում մի քանի 4-5 գյուղ տանող ճանապարհը անցնում է Հայաստանի այդպիսի տարածքով։ Ադրբեջանցի պաշտոնյան այս անգամ էլ Թրիփի ուղի կամ Սյունիքով անցնող հնարավոր կառուցվելիք ճանապարհի փոխարեն կիրառել այսպես կոչված Զանգեզուրի միջանցք խոսույթը։ Ադրբեջանական կողմին տեղեկացրել են, թե աշխատանքներ են իրականացվում այդ ճանապարհային եւ երթուղային նախագծի վրա, որն ըստ Բայրամովի անցնում է Հայաստանով։ Այս հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև, սակայն Թրիփի մուտքի եւ ելքի կետերը գտնվում են Ադրբեջանի տարածքում, հետեւաբար մեր ամերիկացի գործընկերները մեզ տեղյակ են պահում։ Մեզ ասել են, որ գործընթացը շարունակվում է, փաստաթղթերի պատրաստման փուլն այժմ ընթացքի մեջ է։ Փաշինյանի կանխատեսմամբ Թրիփը կյանքի կկոչվի եւ ըստ նրա այս տարվա աշնանը կլինեն գործնական քայլեր։ Դիտարկմանը, որ Հայաստանում Իրանի դեսպանը կրկին խոսել է Թրիփի իրագործման դեպքում Իրանի համար հնարավոր ռիսկերի մասին, Փաշինյանն արձագանքեց հայտնելով, թե պետք է հստակ ձևակերպել մտահոգությունը։ Փաշինյանի խոսքով Թրամփի ուղի նախագիծը շահեկան է լինելու նաև հարևան Իրանի համար։ Ըստ Փաշինյանի, Հայաստանի եւ Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների հնարավորությունները էականորեն ընդլայնվելու են։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Ռուսաստանը լիակատար արգելք է սահմանել դիզելային վարելիքի արտահանման վրա։ Փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել է, որ որոշումը պայմանավորված է ներքին շուկա մատակարարումները մեծացնելու համար։ Ռուսական կողմը դեռ հունիսի 29-ին էր հայտարարել երկրից բենզինի եւ կերոսինի արտահանումը ամբողջությամբ արգելելու մասին։ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին ուկրաինական հարվածների հետևանքով երկրում բենզինի եւ դիզվարելիքի դեֆիցիտ է առաջացել։ Տնտեսագետների դիտարկմամբ դիզվարելիքի արտահանման արգելքը լուրջ խնդիրներ կառաջացնի Հայաստանում, Ռուսաստանը այդ ոլորտում մեր երկրի առանցքային մատակարարն է։ Որպես այլընտրանք, սակայն ըստ տնտեսագետների Հայաստանը կարող է օգտվել հարևան Իրանից։ Մենք ավելի շատ դիվերսիֆիկացիան կարող ենք ապահովել Իրանի Իսլամական Հանրապետությունից։ Իհարկե ամենամեծ ծավալները Ռուսաստանից են ներկրվում, կապված որակի հետ, կապված սակագների հետ, բայց որոշակի օրինակ դիզելային վառելիքի սպառումներ ունենք Հայաստանում, որ հենց բերվում է Իրանի Իսլամական Հանրապետությունից ու կարծես թե լոգիստիկ առումով էլ հարմարություններ, այսպես որոշակի բաշխվածություն կա։ Սյունիքի հատվածը ավելի շատ ներկրվում է Իրանի Իսլամական Հանրապետությունից, հյուսիս եւ կենտրոնական հատվածները Հայաստանի ավելի շատ Ռուսաստանի Դաշնությունից։ ԵԱՏՄ-ի հետ ապահարզանի եզրին գտնվող Երևանը ինչ պայմանավորվածություններ է ձեռք բերել Եկատերինբուրգում։ Փաշինյանը Ռուսաստանի վարչապետ Միշուստինի հետ երկխոսության մանրամասները չի բացահայտել, բայց անկեղծ եւ բարեկամական է որակել հանդիպումը։ Փաշինյանի հետ ավանդական ճեպազրույցին լրագրողների հարցերը շատ են եղել հատկապես ներքաղաքական օրակարգից։ Բոլոր մանրամասները Էդուարդ Պողոսյանի ռեպորտաժում։ Ինչ պայմանավորվեցին Փաշինյանն ու Միշուստինը վերջին հանդիպման ընթացքում, քննարկեցին հայ-ռուսական երբեմնի եղբայրական հարաբերություններում առաջ եկած կնճռոտ հարցերը, մասնավորապես դաշնություն արտահանվող հայկական գյուղմթերքի խնդիրները, որոնց առաջ այդպես էլ փակ մնացին ռուսական շուկայի դարպասները։ Նիկոլ Փաշինյանը հաստատում է, ռուս պաշտոնակցի հետ իր խոսքով բաց, անկեղծ, բարեկամական զրույց է ունեցել։ Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, թե ինչի մասին է խոսքը, Փաշինյանն առայժմ չի շտապում մանրամասնել, հայ-ռուսական երկխոսության փակագծերը բացել։ Մոսկվայի հետ պայմանավորվածությունները հողի վրա իրականություն դառնան, նոր կխոսի այդ մասին, ասում է։ Որպեսզի դուք բոլորը տեսնեք։ Կենտրոնանալով ներքաղաքական օրակարգի վրա, ինչու Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ազգային անվտանգության ծառայողներն իր տան հատակին պառկեցրին։ Ընդ որում, սա այն դեպքում, երբ նույն այդ ընթացքում իրավապահները Ծառուկյանի առանձնատուն հասել էին բացառապես խուզարկության, դրանից մոտ 12 ժամ հետո են միայն նրան ձերբակալել։ Պարզվում է, ասֆալտին փռելու հրահանգները վաղուց էին տրվել, միայն թե վերջին 8 տարում Փաշինյանի կառավարությունը իր բառերն են դատաիրավական մաֆիայի դեմ էր պայքարում։ Այն մարդիկ, ովքեր չեն ենթարկվել եւ այդ գործերը, որոնք պատշաճ ընթացք չեն ստացել, այդ թվում հանցավոր պայմանավորվածությունների պատճառով եւ մարդիկ շարունակել են իրենց արտոնյալ զգալ եւ դատաիրավական համակարգը այդ թվում նորմալ չի գործել։ Օրինակ դուք որ այդ տեսնում եք, ինչ եք զգում։ Այսպես մարդը կանգնած է, աշխատակիցը սենց խփում է, որ ձեր հոգին փառավորվի դրանից։ Ես ձեր նշած տեսարանները չեմ տեսել, ընդհանրապես գաղափար չունեմ, թե ինչի մասին եք խոսում, դրանք ինձ հետաքրքիր չեն։ Իսկ ինչ վերաբերվում է ասֆալտին փռելու եւ ոչ միայն փռելու հրահանգներին, այդ հրահանգները տրվել են շատ վաղուց եւ հարցա թե ինչու այդ հրահանգները մինչեւ հիմա չեն կատարվել։
Այսինքն հարցը տեղ է, ինչու այդ հրահանգները նախկինում չեն կատարվել։ Ինչ որ ասել եմ, ինչ որ ասել եմ, պետք է դառնա իրականություն։ Այսուհանդերձ Փաշինյանը չի կարծում, թե արդեն կատարել է ժողովրդին տված իր խոստումը։ Նախընտրական իմ խոստումները կհամարեմ իրականացված, եթե ինչպես եւ խոստացել եմ, ամբողջ թալանված է բոլորի հատիկ միջև վերջ հետ բերվի եւ տակը մնա ինչին որ ձեզ հայտնի շրջանակները արժանի են։ Այդ ժամանակ կհամարեմ, որ իմ նախընտրական խոստումը կատարված է։ Սակայն կառավարությունն ու Փաշինյանի վստահեցմամբ նաև վերջին ընտրություններում քաղաքացիական պայմանագրին ձայն տված քաղաքացիներն առայժմ միայն կարող են ակնկալիք ունենալ, որ դատաիրավական համակարգը մեջբերում նորմալ է աշխատելու։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Երրորդ օրն է Արարատ ցեմենտը չի աշխատում, իրավապահները կապարակնքել են գործարանի շենքը, աշխատակիցները հարկադիր պարապուրդի են մատնվել։ Այսօր նրանք վերադարձել են աշխատավայր հասկանալու, թե ինչ է կատարվում եւ ինչ է լինելու իրենց ճակատագիրը։ Նրանք գործարանի տարածքում բողոքի ակցիա են իրականացրել, ապա բացել դարպասները, մտելներ շարունակելու աշխատանքը։ Նույն ընթացքում վարչապետ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ այս գործարանը, ինչպես նաև Էլ-ցանցերը պետականացվելու է։ Նա հիշեցրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի օրինակը, հորդորելով Արարատ ցեմենտի աշխատակիցներին ուղղորդմամբ գործողությունների չդիմել, հակառակ դեպքում հետագայում գուցե կորցնեն աշխատանքը։ Արարատ ցեմենտը շատ շուտով լինելու է պետական։ Նշանակվելու է նույն ընթացակարգով կառավարիչ եւ եկեք այսօր այնպիսի բաներ չանենք, որ վաղը մյուս օրը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի օրինակն եմ ուզում հիշեցնել։ Ես կապանում զգուշացրեցի, ասի տեսեք, այն մարդիկ, ովքեր այսօր այլև պատվերով գործողություններ են անում, այդ մարդիկ ազատվելու են աշխատանքից։ Ես հունիսին ասեցի, այդ մարդիկ արդեն օգոստոսին բոլորը ազատված էին աշխատանքից։ Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման հաջորդ հատվածում։ Նոր կանոններ սահմանամերձ համայնքներում կառավարության բնակարանաշինության ծրագրում սև ցուցակում հայտնվածները եւս կարող են օգտվել ծրագրից։ Բուժօգնությունը տարեսկզբին անվճար, տարվա կեսին համավճարով։ Արդյոք փոփոխություններ են եղել առողջապահության ապահովագրության համընդհանուր համակարգում։ Բուհական կրթությունը հասանելի դարձնել իսկապես սովորել ցանկացողների համար անկախ ֆինանսական հնարավորությունից, ինչ ռիսկեր են տեսնում նախարարության ծրագրերում կրթության փորձագետները։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։ Սահմանամերձ համայնքներում իրականացվող բնակարանաշինության ծրագրից մինչև այս պահը կարողացել է օգտվել 3820 մարդ։ Ծրագրի շրջանակում կառավարությունը 16 միլիոն դրամ է հատկացնում այն քաղաքացիներին, ովքեր ունեն տնամերձ հողատարածք սահմանամերձ համայնքներում եւ առանձնատան նախագիծ, որը ցանկանում են կառուցել այդ հողատարածքի վրա։ Ծրագիրն ընդլայնվել է ի հաշիվ ոչ սահմանամերձ այն համայնքների, որտեղ կառուցվում է նոր դպրոցի շենք, սակայն աշակերտների թիվը պահանջվածի 50%-ից էլ պակաս է։ Եվ այսօր կառավարությունը սահմանել է նոր կանոններ, որոնց շնորհիվ ավելի մեծ թվով քաղաքացիներ կկարողանան օգտվել այս ծրագրից։ Այս ընթացքում բազմիցս առաջացել են խնդիրներ, որ մարդը ունի չկատարված պարտավորություններ ֆինանսական կազմակերպություններին կամ բանկերին կամ այսպես ասած սև ցուցակում հարկադիրի տակ, բայց քանի որ հարցը սոցիալական բնույթ ունի եւ հաշվի առնելով նաեւ այն, որ բնակարանը մեր պայմանով մի X ժամանակ չի կարող օտարվել, ճիշտ է, մոտավորապես 10 տարի, թե 20 տարի, 10 տարի չի կարող օտարվել։ Այս դեպքում մենք մտածեցինք, որ խնդիրը շրջանցենք, այսինքն չկապենք մեկը մյուսի հետ։ Առողջության ապահովագրության համակարգում առաջիկա տարիներին բոնուսային մեթոդ է կիրառվելու 2029 թվականից սկսած բոնուսներ են ստանալու տարվա ընթացքում ընդհանրապես չհիվանդացած դեղ ստանալու կամ վիրահատվելու համար բժշկի չդիմաց քաղաքացիները։ Լրացուցիչ բոնուսներ են տրամադրվելու այն քաղաքացիներին, ովքեր արյան դոնոր են դարձել կամ բարելավել իրենց առողջական ցուցանիշները, օրինակ հրաժարվել են ծխախոտից եւ ալկոհոլից կամ էլ նվազեցրել են ավելորդ քաշը։ Միավորները կուտակվելու են ապահովագրված քաղաքացիների հատուկ բոնուսային հաշվում։ Մեկ բոնուսային միավորը համարժեք է լինելու 1 դրամին, բայց դրանք չեն կարող գերազանցել 12960 դրամ սահմանաչափը։
Օրինակ ծխելը թողեց մարդը, ոնց է բոնուս ստանում։ Երբ որ առաջին այցը իրականացվում է իր ընտանեկան բժշկին կամ թերապևտին, այնտեղ դաշտ ունենք էլեկտրոնային, որտեղ պետք է գրանցի բժիշկը թե անձը ծխող է, թե չէ։ Երբ որ թողնում է ծխելը, Ոնց ենք իմանում, որ թողել է։ ուրեմն կան արագ տեստեր, թքի միջոցով հիմնականում շատ արագ կարող են իրականացվել։ Ես ենթադրում եմ, որ ծխելը թողնելու զանգվածային տեսարաններ ենք ունենալու, մյուս կողմից ծխախոտի ներմուծման շարունակաբար եւ արտադրության շարունակաբար աճեր։ Ես ուրիշ մեխանիզմ եմ առաջարկել, երբ որ այս թեմաները քննարկում ենք, չնայած հիմա կարող է պարզվի, որ մարդու անձնական տվյալների մեջ պետք է կապել բանի քարտի հետ, բանկային քարտի հետ։ Մարդը ծխախոտ առնում է, թե չի առնում։ Տարեցների բուժօգնությունը անվճար է թե համավճարով։ Նրանք, ովքեր առողջության համընդհանուր ապահովագրության համակարգով տարեսկզբին անվճար բուժօգնություն էին ստացել, տարվա կեսին անակնկալի են եկել, երբ հիվանդանոց այցի ժամանակ նրանցից պահանջել են 50%-ի չափով վճարել սեփական գրպանից։ Արդյոք առողջության ապահովագրության համակարգում փոփոխություններ են եղել, պատկան մարմինների պարզաբանումները Քնարիկ Պետրոսյանի ռեպորտաժում։ Առողջության համընդհանուր ապահովագրությանը վերաբերող քննարկումները շարունակվում են։ Ծրագրից օգտվող քաղաքացիների մի մասը խոսում է նկատվող դրական տեղաշարժի մասին։ Մյուս մասն է դժգոհում է հատկապես համավճարների կիրառման կարգից։ Վերջին շաբաթներին ամենաքննարկվող հարցերից մեկն այն է, որ որոշ ծառայությունների դիմաց քաղաքացիները սկսել են պահանջվածից ավելի շատ վճարել։ 68-ամյա Սամվել Կարաբեկյանն ասում է, որ մի քանի ամիս առաջ նույն ծրագրի շրջանակում ռևմատոլոգի խորհրդատվությունը ստացել է առանց վճարի։ Հունիսի վերջին, երբ հերթական այցն է ամրագրել, բուժհաստատությունում իրեն ասել են, որ արդեն պետք է մասնակցի ծառայության արժեքի վճարմանը։ Սկզբում խոսքը եղել է 25%-ի մասին, սակայն այցի օրը նա հայտնել է, որ այդ համավճարի չափը փոխվել է։ Ամսի 26-ը եկավ, երբ որ պիտի արդեն այցելեի բժշկի, պարզվեց, որ այդ համավճարը արդեն 50% է։ Կարաբեկյանը նաև սոցիալական ցանցերում հարց է բարձրացրել, թե ինչու նման համավճար չէր կիրառվում մինչև ընտրությունները։ Նրա հրապարակմանն արձագանքել է առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը։ Համավճարի կիրառման կարգում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Համավճարը կիրառվում է օրենքով սահմանված կարգով, իսկ մատուցվող ծառայության արժեքը յուրաքանչյուր բժշկական կազմակերպություն սահմանում է ինքնուրույն, ինչը չի կարող գերազանցել սահմանված գնի կրկնապատիկը։ Կարաբեկյանի վստահեցմամբ խնդիրները միայն դրանով չեն ավարտվել։ Նա նշում է, որ բժշկի նշանակած փոխհատուցվող դեղամիջոցների մի մասը գործնականում դժվար է գտնել դեղատներում։ Եթե դրանք անգամ ներառված են պետության կողմից փոխհատուցվողների ցանկում։ Պատասխան չէր իմ տպավորությամբ, պարզապես նույնիսկ ինձ թվաց, որ ոչ թե մարդ է պատասխանել, այլ հիմա ընդունված է, գիտեք, որ չաթ-բոտեր են լինում, որոնք որոշակի նախապես շաբլոն պատասխաններ ունեն եւ ամենամոտը սկսում են մատակարարել։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը անդրադառնալով բարձրացված դժգոհություններին նշել է, որ մայիսին արձանագրված քաղաքացիների դիմելիության կտրուկ աճը պայմանավորված է եղել շրջանառվող լուրերով այն մասին, որ ընտրություններից հետո բարեփոխումը կարող է ընդհանրապես դադարել կամ ենթարկվել փոփոխությունների, ինչի հետևանքով շատերը շտապել են հնարավորինս արագ օգտվել ծառայություններից։ Այս տարվա սկզբին ծրագրի շահառուների թիվը գնահատվում է շուրջ 1.5 միլիոն, իսկ այժմ ըստ նախարարության այն հասել է 1.7 միլիոն։ Հունիսի տվյալներով ապահովագրված քաղաքացիներից ավելի քան 842,000-ն արդեն օգտվել է ծրագրից, ստանալով ընդհանուր առմամբ ավելի քան 8.3 միլիոն բժշկական ծառայություն։ Այսպիսով, թեև առողջության համընդհանուր ապահովագրությունից օգտվողների թիվն ու մատուցվող ծառայությունների ծավալը շարունակում են աճել, համավճարի կիրառման շուրջ հարցերն ու դժգոհությունները դեռևս մնում են հանրային քննարկումների կենտրոնում։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Բարձրագույն կրթություն ստանալ անկախ ֆինանսական հնարավորությունից։ Բուհերի ֆինանսավորման նոր մոդելով երկրում կապահովվի կրթության մատչելիությունը բարձր առաջադիմությամբ սովորողների համար։ Փորձագետների կարծիքով չպետք է մոռանալ նաև բուհերի ֆինանսական կայունության մասին, այնպես չլինի, որ միայն դիպլոմի համար բուհ եկածին գնահատականներ նվիրեն վճարներից չզրկվելու համար։
Հայաստանաբնակներից շատերի համար բարձրագույն կրթությունը շարունակում է մնալ երազանք ոչ միայն գիտելիքի ձեռքբերման, այլև ֆինանսական հնարավորությունների հասանելիության տեսանկյունից։ Վարձավճարների բարձր լինելու պատճառով տարիներ շարունակ բազմաթիվ ընտանիքներ չեն կարողացել վճարել ուսումնառության համար պահանջվող գումարը, իսկ որոշ բուհեր էլ հիմնականում գոյատևել են հենց ուսանողների վճարած վարձավճարների հաշվին։ Կառավարությունից օրեր առաջ հայտարարեցին, որ ֆինանսական դժվարությունների պատճառով որևէ ուսանող չպետք է զրկվի բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից եւ որ պետության աջակցությունն էլ պետք է պայմանավորվի ուսանողների առաջադիմությամբ։ Մեր նպատակն է հնարավորինս աջակցել ուսանողին միաժամանակ խրախուսելով ու մոտիվացնելով նրան լավ սովորել, լավ մասնագետ դառնալ, ապահովելով սեփական ապագան եւ բարեկեցությունը միաժամանակ կարեւորելով նրա մասնագիտական մրցունակությունը։ Մասնագետների գնահատման պրակտիկան վկայում է, որ դասախոսները կամ ակադեմիկոսները հիմնականում եղել են սոցիալական լայն հնարավորություններ չունեցող ընտանիքների ներկայացուցիչներ, ովքեր անվճար կրթություն են ստացել խորհրդային տարիներին։ Ըստ էության մենք կորցրել ենք դա, որովհետեւ շատերը չեն դիմում բարձրագույն կրթություն ստանալու, որովհետև նրանց ծնողները այդ հնարավորությունը չունեն։ Առավել ևս, երբ որ երեխաները մեր շրջանավարտները գալիս են հեռավոր շրջաններից։ Առաջիկայում ոլորտի պատասխանատուները նախատեսում են նվազեցնել նաև համալսարանների կախվածությունը ուսման վարձավճարներից, ստեղծելով ավելի կայուն եւ որակին միտված համակարգ։ Մասնագետները ընդհանուր առմամբ առաջարկվող փոփոխությունները դրական են գնահատում, սակայն նկատելով, որ բարեփոխման հաջողությունը մեծապես կախված է լինելու ներդրվող մեխանիզմներից ու ֆինանսավորման կառուցակարգից։ Արտասահմանյան փորձը ցույց է տալիս, որ ոչ թե բուր է ստանում ֆինանսավորումը, այլ ստանում է կոնկրետ ուսանողը կրթաթոշակի տեսքով պետության կողմից։ Եվ ուսանողը ինքն է որոշում, օրինակ, առարկաների մի մասը կամ կրեդիտների մի մասը հավաքել մի բուհում, մյուս մասը մյուս բուհում, եւ ինքն է որոշում։ Եթե ինքը ունի կրթաթոշակ, ինքն է որոշելու, թե ինչ ուղով գնա առաջ։ Համակարգը պետք է միաժամանակ ապահովի կրթության մատչելիությունը ու բուհերի ֆինանսական կայունությունը, նշում են մասնագետները եւ հավելում, հակառակ դեպքում կարող են ի հայտ գալ նորանոր խնդիրներ, այդ թվում ֆինանսական ճնշումների հետևանքով առաջանալի գնահատման համակարգի նկատմամբ վստահության նվազում։ Եթե բուհերի ֆինանսավորումը կրճատվում է եւ հավելապարտականությունը տրվում բուհերի վրա, որպեսզի ոչ մի ուսանողի բարձր պատճառ դուրս չթողնեն, դա ինքնին կարող է առաջացնել ֆինանսական խնդիրներ, խնդիրներ եւ կա նաեւ այդ վտանգը, որ արհեստականորեն գնահատական է բարձրացել։ Փորձագետների կարծիքով բարեփոխման վերջնական արդյունքը կախված կլինի նրանից, թե որքան թափանցիկ, հավասարակշռված եւ մրցակցային կլինի ֆինանսավորման նոր մոդելը։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Կրկին դադար մեր եթերում կվերադառնանք րոպեներ անց։ Սյունիքում գայլի հարձակումից տուժած 72-ամյա տղամարդը դեմքի շրջանում ծանր վնասվածքներ է ստացել, ինչ վիճակում են մյուս տուժածները։ Ողբերգական դեպքի Ջևանում 80-ամյա տղամարդը ընկել է աղստև գետը, փրկարարները գտել են ջրահեղձի մարմինը։ Առավելապես կայուն երկինք, ավելին քիչ ուշ։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Սյունիքում գայլերի հարձակման հետևանքով տուժած 72-ամյա տղամարդը դեմքի շրջանում ծանր վնասվածքներ է ստացել։ Գորիսի բժշկական կենտրոնում մոտ 4 ժամ տևած վիրահատական միջամտությունից հետո նրան տեղափոխել է մայրաքաղաք մասնագիտական կլինիկա դեմքի նյարդի վերականգնման համար։ Մյուս 5 տուժածները, այդ թվում 3 տարեկան երեխան, առաջին բուժօգնությունը եւ բոլոր պատվաստումները ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից։ Գորիսից Ժամի Թղթակցի ռեպորտաժը։ 3 ժամը 18-ի սահմաններում շտապ օգնության կանչով Գորիսի բժշկական կենտրոն է տեղափոխվել Շինուհայր գյուղի բնակիչը, գայլի կողմից ստացված բազմաթիվ վնասվածքներով։ Քիչ անց անձնական մեքենաներով հիվանդանոց են բերվել եւս 5 քաղաքացի, այդ թվում 3-ամյա երեխա։ Երեխան միշտ ասենք Բաքում խաղում է իր համար մեքենայով։ Ով կպատկերացներ, որ կարող է բան լինի։ Երեխեքից ձեներից դուրս եկամ, տեսա մեր ժողովուրդը նրանց չի, որ երեխան մենակ էր դրսում, ասենք թաղամասի բոլոր ժողովուրդը դրսում էին։ Այդ բանը երևի միանգամից իջել ու ինքը դեմն ա եղել, միանգամից իր վրա է հարձակվել։ Գայլի հարձակումից տուժած 61-ամյա մյուս քաղաքացին պատմում է, իր տան դիմաց գործանելիս հայտնվել է գայլն ու հարձակվել իր վրա։ Օգնության է հասել որդին։ Աշխատում եք, sense շուռ եկավ դրաս ասես պապ գայլա։ Այդ մոմենտը ես ձեռքս գցեցի գաբերանը, որի գաբերանը ես ինգա փոսը։ Նորից հարձակվի ինձ վրա, նորից ես
ձերքս տարա նորից մտա բերանը։ Դե տղաս էլ մի քանի անգամ լապատկով խփեց գլխին, փախավ։ Քարահունջ բնակավայրի այգիներից մինչև Գորիս քաղաքի Այգեստան թաղամաս ընկած տարբեր տարածքներում բնակիչները վնասվածքներ են ստացել դեմքի, ոտքի, ձեռքերի եւ մարմնի այլ հատվածներում։ Ժամը 18-ի սահմաններում շտապ օգնությունը տեղափոխել է բժշկական կենտրոն հետաձգելի բաժանմունք գայլիկ կծած վերքերով ծանր վիճակում մեկ պացիենտի, ուրեմն ըստ հիվանդի նշատի իհարկե։ Այնուհետև մինչև 10-15 րոպեն նորից ներկայացել են արդեն ինքնուրույն իրենց մեքենաներով եւս 5 պացիենտներ, ընդ որում այդ թվում մեկ երեխա 3 տարեկան։ Հիվանդներից մեկը առաջին ընդունվածը եղել է ծանր վիճակում, բազմաթիվ տրավմաներով, նաեւ դեմքի շրջանի ոսկրերի վնասումներով, վիճակը ծանր է։ Մեկի վիճակը միջին ծանրության է, ելի բազմակի վնասվածքներ ունի, իսկ մյուս 4-ի վիճակը թեթև են։ Կանչից րոպեներ անց ոտքի է կանգնել Գորիսի բժշկական կենտրոնի ողջ անձնակազմը, բացի ցուցաբերած բժշկական օգնությունից կատարվել են անհրաժեշտ բոլոր պատվաստումները։ Մեր կողմից անմիջապես մոբիլիզացվեց ողջ անձնակազմը, համապատասխան մասնագետները, կարվել են բոլորի վերքերը, հիվանդներից մեկը այդ ծանր վիճակում գտնվողը հոսպիտալացվել է, միջին ծանրության հիվանդը դեռևս գտնվում է էմերջենսիում, մյուս 4-ն են գտնվում էմերջենսիում, այս պահի դրությամբ կատարվել են բոլոր պատվաստումները անհրաժեշտ հակափայտացման եւ հակակատարության պատվաստումները։ Դեպքից մի քանի րոպե անց Գորիսի ոստիկանության աշխատակիցների ողջ թիմը ոստիկանապետի գլխավորությամբ, ներքին գործերի նախարարության, փրկարարծառայության Գորիսի ջոկատիպ տղաներն ու հրամանատարը, էկոպարեկները կցվել են որոնողական աշխատանքներին, գայլերին հայտնաբերելու եւ վնասազերծելու ուղղությամբ։ Ըստ ականատեսների 3 գայլ են եղել տարբեր հատվածներում, ոստիկանության կողմից մեկը վնասազերծվել է։ Արևիկ Աբելյան, ժամը լրատվական։ Արագ վճարումներ, անվտանգ գործարքներ աշխարհի ցանկացած կետում այս հնարավորությունը տալիս է Արքան, Հայաստանի ազգային քարտային վճարային համակարգը, որի շնորհիվ վճարում եք մեկ հպումով, գումար փոխանցում մեկ ակնթարթում, առօրյան եւ ֆինանսական գործարքները դարձնելով ավելի հեշտ ու հուսալի։ Ավելի քան 100 դար Հանրապետության կենտրոնական բանկի եւ առևտրային բանկերի նախաձեռնությամբ հիմնադրված Արքան Հայաստանի ազգային վճարային համակարգն է։ Ընկերությունը զարգացնում է երկրի վճարային ենթակառուցվածքը, ապահովելով անվտանգ, հուսալի եւ ժամանակակից վճարումների ու փոխանցումների հնարավորություններ։ Այդ առումով ընկերությունը մեծ կարեւորություն է տալիս խափանումներին եւ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում։ Ինչ վերաբերում արդեն 2026 թվականի հասանելիությանը, կազմում է 99.999% սա պատահարներով, այսինքն 6 րոպե է եղել ընդամենը 6 ամիսների ընթացքում անհասանելիությունը, 6 րոպեն էլ դա մեր պլանային աշխատանքների ժամանակ համակարգի վերագործարկման, այսինքն այդ ռեստարտի միլիվայրկյանների հանրագումարն է, որ 6 ամսվա ընթացքում 6 րոպե է։ Իսկ արդեն ընդհանուր որ գրել ենք 99.991%, դա պլանային աշխատանքները ներառված են, որը ընդհանուր 6 ամսվա տվելով 49 րոպե է եղել։ Արքան միայն ազգային քարտային համակարգ չէ, այն հանդիսանում է պրոցեսինգային գործընկեր եւ տեխնիկական հարթակ միջազգային վճարային համակարգերի համար, այդ թվում Visa, Mastercard, American Express։ Դա նշանակում է, որ Հայաստանի բազմաթիվ բանկերի Visa եւ Mastercard քարտերի գործարքների զգալի մասը տեխնիկապես մշակվում է Արքայի միջոցով։ Մենք թողարկում ենք Արքա-քարտ, որը մրցակից է Visa քարտի։ Եվ ինչպես նշեցիք, քո բեյջերի մասով, որը համատեղ թողարկված փախտ է չինական ընկերության հետ, մենք թողարկվել են քարտերը, արդեն կմտնեն շրջանառության մեջ։ Հայաստանում հասանելի են դարձել Apple Pay-ն ու Google Pay-ը, իսկ 2024 թվականին մեկնարկել է Arca Pay-ը, որպես տարբեր ֆինանսական կազմակերպությունների հաճախորդների միջև ակնթարթային փոխանցումների առաջին միասնական համակարգ։ Տարեվերջ կամ հաջորդ տարվա առաջի եռամսյակի առաջի կեսին արդեն Google Pay-ում հնարավորություն կլինի կցել եւ օգտագործել Arca քարտերը, իսկ արդեն Apple Pay-ը կլինի 2027 թվականի երկրորդ կիսամյակին։ Արքան հաջողությամբ անցել է միջազգային ստանդարտների տարեկան աուդիտները եւ ստացել համապատասխանության սերտիֆիկատներ։ Այդ ստանդարտները սահմանում են քարտային տվյալների պահպանման, մշակման եւ փոխանցման ամենախիստ պահանջները եւ ուղղված են քարտային խարդախությունների ու տվյալների արտահոսքի ռիսկերի նվազեցմանը։ Այսօր Արքան հանդիսանում է Հայաստանի վճարային ենթակառուցվածքի առանցքային մասնակիցներից մեկը, միավորելով վճարահաշվարկային համակարգի հիմնական մասնակիցներին։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։
Դատարանը ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացրել է եւս 2 ամսով եւ այսօր 2 ամսով կալանավորվել է Մայր Հայաստան կուսակցության անդամ նախկին պատգամավոր Արեգ Նազմանուկյանը։ Օրվա մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։ Հայաստանը եւ վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջև 284.4 միլիոն դոլարի ֆինանսական եւ դրամաշնորհային միջոցների հատկացման համաձայնագիր է ստորագրվել։ Հայաստանում բնակարանային շուկա եւ հիփոթեքային վարկավորման զարգացում վերտառությամբ ծրագրի նպատակը մոտ 109,000 տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման, հասանելիության եւ բնակարանային քաղաքականության երկարաժամկետ զարգացման ապահովումն է։ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում հավաստագիր է ստացել 6125 ընտանիք, պետբյուջեից հատկացվել է ավելի քան 6 միլիարդ դրամ։ Երևանի քաղաքապետարանից հայտնում է, որ Կիևյան կամրջի շինաշխատանքների արդյունավետ ընթացքի շնորհիվ կամրջի վերգետնյա հատվածի հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ։ Այն երթևեկության համար օգոստոսի 29-ի փոխարեն բաց կլինի օգոստոսի 15-ից։ Կամրջի վերջնական հիմնանորոգումը կավարտվի մինչև տարեվերջ։ Ողբերգական դեպք Տավուշի մարզում։ Մարզային փրկարարական վարչության ծառայակիցները Աղստև գետում Խաշթարակ գյուղ տանող նորակառույց կամրջի տակ հայտնաբերել են հարազատների կողմից փնտրվող քաղաքացու մարմինը։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ որոնվող քաղաքացին Իջևան քաղաքի շատրվանների հրապարակի աստիճաններով իջնելիս է անզգուշաբար հայտնվել գետում։ 1 ժամից ավելի տևած փնտրտուքից հետո մարմինը հայտնաբերվել է դեպքի վայրից մոտ 7 կիլոմետր հեռավորության վրա։ Ջրասույզին դուրս բերելու համար փրկարարները օգտագործել են հատուկ ճոպաններ եւ պատկարակ։ Հուլիսի 8-ին մայրաքաղաքի Արշակունյաց Պողոտա եւ Շիրակի փողոցի խաչմերուկում ձերբակալված քաղաքացու մեքենայում իրավապահները մաքսանենկ ճանապարհով ներկրված 10 կիլոգրամ մարիխուանա եւ 1 կիլոգրամ 108 գրամ մեթամֆետամին են հայտնաբերել։ Շարունակելով օպերատիվ հետախուզական միջոցառումները ոստիկանները նույն օրը ձերբակալել են նաեւ Նոր Նորքի 8-րդ զանգվածի բնակիչ 22-ամյա մի երիտասարդի, որի ուղղորդմամբ 31-ամյա տղամարդը վերցրել իրացման համար նախատեսված թմրամիջոցները։ Երկուսն էլ ներկայացվել են նախաքննական մարմին։ Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից արված առաջին ատյանի դատավճռի հետ կապված հայտարարության մեջ նշել է, որ իրենք շատ լավ են հասկանում, որ սա ֆորմալ բնույթ է կրում եւ այս հարցում որևէ փոփոխություն լինել չի էլ կարող։ Արցախի ազգային ժողովի նախկին նախագահը ասել է, որ վերաքննիչ են դիմել, քանի որ դա միջազգային դատարան տանող միակ ճանապարհն է։ Դավիթ Իշխանյանը նաեւ հայտարարել է, որ սա հայ ժողովրդի եւ հայոց պետականության դեմ բացված դատ է եւ հստակ ռազմավարությամբ եւ հեռահար նպատակներով։ Իշխանյանը նաև հայտարարել է, որ սա կարված գործ չէ, այլ կարկատան։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Եվ թողարկման ավարտին եղանակ Լիլի Հովերն է տեղյակ օդերևութաբանների կանխատեսումներին։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է իտալական ունիկալ ապրանքանիշը։ Իր որակյալ եւ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, ունիկալ տարվա բոլոր եղանակներին։ Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի կայուն պայմաններում։ Տեղումներ սպասվում են առավելապես հյուսիսային գոտիներում։ Ջերմաստիճանը առաջիկա 2 օրերին կբարձրանա մոտ 8-ից։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 26-ից 29 աստիճան։ Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում սպասվում է 30-ից 36, Լոռիում 26-ից 29, Տավուշում 30-ից 34 աստիճան, Հարարատում, Արմավիրում, Սյունիքի հովտային գոտիներում վաղը ցերեկը սպասվում է առավելագույնը 36 աստիճան։ Սյունիքի նախալեռներում կդիտվի 26-ից 29, Երևանում օրը կանցնի առանց տեղումների, այս գիշեր սպասվում է 19-ից 21, ցերեկը 33-ից 35, երեկոյան 26-ից 29 աստիճան։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում խաղաղ գիշեր։